Հորիզոնի տաղավարում է հայ ձայն կայքի խմբագիր Սաքո Արեանը, շնորհակալություն Սաքո։ Տունտունիկի նմանը չեմ հրաժարվում, չէ հրաժարվում եմ եւ այլն, ինչը այնուամենայնիվ ստիպեց Աթեշյանին հրաժարական տալ։ Նախ գիտեք, երեք այդ գարձրադիպը, որ գոյություն ուներ Աթեշյանի ասելով ինձանից հետո չր հեղեղ, այդ գարձրադիպը վերացավ։ Այսօր մենք նոր իրավիճակում ենք եւ 9 տարի սպասելուց հետո 3 ամսվա կարճ ժամանակաշրջանում նկատի ունեմ Սահակ Սրբազան Մաշալյանի հրաժարումից 100 օր յետք Արամ Աթեշյանը հրաժարական տվեց։ Դա որոշ իմաստ ունի, որոշ process-ը անցած խնդիր է եւ դա գաբ ունի նաեւ ոչ միայն համայնքում բողոքի արտահայտությունների հետ, որոնց մասին դուք ալզանուցեցիք, այլ Վալիի Բոլսո Գուսագալության շենքի փակ դռների հետևում դեղի ունեցած ընդհանուր process-ն է։ Սկզբից նրան ասեցին՝ մի գնա, հիմա ասում են գնա, ինչու։ Ոչ, ես լավադեղյակ աղբյուրները գիտեմ, որ անցյալ շաբաթ երկու ազգայիններ, որոնց անունները չեմ ուզում հրաբարակել, հանդիպում են ունեցել Վալիի հետ։ Եվ քննարկել Երկու հայ։ Երկու պոլսահայեր։ Ահա, ազգային որ ասացիք։ Ազգային ասելով համայնքում կարևոր թիրք ունեցող երկու անձնավորություններ եւ այս ամբողջ process-ը ներկայացրել են այդ թուրք պաշտոնյային։ Եվ դրանից հետո է որ այս սպիտակ ձուխը արձակվեց, այսինքն Արամ Աթեշյանը գնաց հրաժարելու քայլին։ Այնպես չէ որ նա մտկափոխվեց կամ չգիտեմ ապաշխարեց կամ նկատեց որ այլևս անելիք չունի, այդպես չի երբեք։ Սա այսին փաստ է։ Քան հիմա դուք նշում եք ընդվզումների դերը փաստորեն, բայց հնարավոր է արդյոք այլ լուծում ստանա Աթեշյանի դեպքում։ Նորից տեսնենք մենք Աթեշյանին։ Ես չեմ կարծում, որ նորից կտեսնենք Աթեշյանին այդ աթորին վրա, որովհետև իմ կարծիքով նաև Անկարան չի ուզում այս խնդիրը ցույնակնտակ դառնա եւ ուրիշ դակնաբի ուրիշ հարթության այսպես ասած նոր ավելի մեծ դակնաբ ստեղծե համայնքի մեջ։ Այստեղ ես շատ կարևորում եմ Կարեկին Սրբազանի բահվածքը, որովհետև գիտեք, երբ ինք տեղաբահան դրվեցավ, Աթեշյանը ամեն ջանք իգործ դրա, որբեսի այդ մեծահասակ գրոնավորը չունենա իր նստավայրը, եկեղեցի չգրնա մտնել, եկեղեցի դռները ժաբավենով փակեց, պատկերացուցեք։ Բայց այսօր թեմ հանդիման Կարեկին Սրբազանը շատ բարձր արժանավոր եկեղեցագանի բահվածքով ասեց եւ ազգայիններին ասեց, այն մարդոց, որ քաղուտի մեջ կարևոր դեր ունին, ասեց, եթե չբարբեք այդ պատրիարքանը, եթե Աթեշյանը չհերանա, ես չգամ։ Ու նաև Կարեկին Սրբազանը լրելի այն բոլոր փողոքավորներին, դրանց, ովքեր անհանգիստ են այս վիճակով, դրանք, ովքեր ուզում են ձերբազատվել Արամ Աթեշյանից, հորդորեց չգնալ ավելի ծայրահեղ քայլերի։ Սա շատ կարևոր ցուցանիշ է եւ կարևոր նաև պատկամ է, մեսեջ է ուղղված Անկարայի եւ Անկարայի իշխանություններին։ Եվ ես կարծում եմ Կարեկին Սրբազանի այս բահվածքը նաև օգտակար դարձավ, որ համայնքի ներսում ավելի բարակդումներ չլինեն։ Եթե նորից եմ շեշտում, եթե Թուրքիո իշխանությունները Արամ Աթեշյանին չասեին հերիք է, մի քիչ հանգիստ, թաթար դուր, Արամ Աթեշյանը այդ քայլին չէր գնա։ Եվ մինչև հիմա մարդիկ մեզ փորձում են համոզել, որ Արամ Աթեշյանը ճիշտ էր վահում իրեն, այս քայլը գարձեք շնորհն էր հայ ժողովրդին, այդպես չէ, մեծամասնությունը Բոլսում, ամբողջը Սփյուռքում, Հայաստանում նաև Արամ Աթեշյանին չի ուզում այդ պաշտոնի վրա։ Եվ այս 9 տարվա բացը մենք մեծ դուժեր ունեցանք Բոլսո մեջ, ադոն դրանց մասին պետք է Արամ Աթեշյանը ինքը մտածի եւ եզրակացությունների հասնի։ Տեսակետ կա նաև, որ Աթեշյանը իր հրաժարականով հենց վատություն արեց, այսպիսով թույլ չտալով, որ երբևէ պատրիարքի ընտրություններ անցկացվեն։ Ինչպես թե հիմա հարաճիգա օրերին
մի շաբաթ հետո Կարեկին Սրբազանը պիտի վերադառնա պոլիս։ Նրան չեն խանգարելու, չեն խոչընդոտելու։ Երբեք, որովհետև նա այս շենքում կնստի, հենց այդ շենքում պիտի նստի, Կումկապուի մեջ գտնվող մեր տարավոր շենքում նստի եւ ստեղծի բոլսահայերը գոչում են նախաձեռնարկ մարմիններ, որոնք պիտի սպաղվեն ընտրությունների գայացմամբ, որը գդեվի մինչև կարծում եմ 6 ամիս եւ 6 ամիս հետո մենք անպայման պիտի ունենանք, ես հավատում եմ, որ պիտի ունենանք նոր պատրիարք։ Այդ մարմինների մեջ մտնում են հոգևորականները եւ աշխարհականները, թե միայն հոգևորականները։ Գիտեք, կարգը այնպես է, որ յուրաքանչյուր վակֆ, որ գտնվում է Բոլսո դարբեր հայկական տաղամասերում, եկեղեցվո շուրջ ապրող բնակիչները ընտրում են իրենց ներկայացուցիչները շատ ժողովրդավարական ձևով եւ այդ ներկայացուցիչները եւ այդ երեսփոխանները, այսպես ասած, գնում են Կումկապու եւ ընտրում են նոր պատրիարք։ Ունենք այսօր 3 տեխնազուներ։ Արամ Ատեշյանը ես զանց եմ առնում, որպես բայց ֆորմալ նա շարունակում է մնալ տեխնազու։ Բան չասեց, չի հայտարարել այդպիսի բան։ Տեսել եք դուք հայտարարությունը։ Նա նամակ է հղել վեհապարին, ասելով, որ զիջում է իր տեղը եւ այլն։ Հղել է, բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Այսինքն այսօր իմ կարծիքով 3 տեխնազուներ ունենք՝ Կարեկին Սրբազանը, Կուկարաց թեմի առաջնորդ Սևու Սրբազանը եւ բնականաբար Սահակ Սրբազանը։ Այս 3 անձերի մեջ պիտի գնա, այսպես ասած, ընդրական մրցավազքը։ Թող Բոլսո հայությունը որոշի ում է ուզում պատրիարք։ Մենք այստեղ արդեն անելիք չունենք։ Հիմա այդ ընտրություններից հետո տեղապահի իշխանությունները հայտարարեցին, որ չեն ճանաչում տեղապահի ընտրությունների արդյունքները։ Այս պահին այս իրավիճակն է։ Իշխանությունները հիմա ինչ գործառույթներ ունեն։ Գիտեք, այդպիսի այդտեղ էլ նաև աղոտ բան կա։ Ինչպես պատահեց, որ այդ տեղաբահի ընտրութենեն յետ հանգարց Արամ Ատեշյանը քրբանից հանեց կամ Վելիի կողմից ուղարկված Բաշտոնյային ասեց, որ այդ հրովարտակը գարտա։ Այսինքն բաներ կան, որ ես չեմ ուզում ավելի խորանալ, բայց հստակ է, որ Վելիի եւ գուսակալության ընդհանուր ատմոսֆերում, ընդհանուր մթնոլորտում դեղեցությունների մեծ բագաս կա եւ այդ ազգայինները, որոնց մասին խոսեցի, նաեւ Պետրոս Շիրինօղլուի ներկայությամբ կամ իմացությամբ այս բոլոր բաները բարձվել են, այսինքն մինչեւ Արամ Ատեշյանի հրաժարականը կարծում եմ Թուրքիայում թուրք իշխանավորները գիտեին, որ անհանգիստ իրավիճակ է, բայց չգիտեին, որ այսպիսի նրբություններ կան եւ եկեղեցին ընտրել է նոր դեղաբահ։ Արամ Ատեշյանը ամեն բան արեց, որ այդ դեղաբահի ընտրությունը ի հեջուկս, այսինքն անիմաստ դառնա։ Եվ հետաքրական է եւ կարեւոր եմ համարում մայրաթորի բահվածքը այդ դեղաբահի հարցում, երբ Զադգվան Բադկամը ուղեց Կարեկին երկրորդ ամենայն հայոց վեհապարը եւ ողջունեց ամբողջ աշխարհի առաջ Կարեկին Սրբազանի դեղաբահ լինելը, այս դեղաբահ լինելու հանգամանքը գայունացավ եւ մարմին ստացավ մայրաթորում։ Եթե հիշում եք փետրվարի վերջերին կայացած ժողովում եւ դրանից հետո մարտ 15-ին այդ գրոնական ժողովի որպես արդյունք մենք ունեցանք դեղաբահ եւ այսօր այլևս մենք խոսելիք չունենք։ Հիմա դեղաբահը պիտի գործե, ստեղծե այդ բոլոր հնարավորությունները, համայնքը պիտի թարմանա, պիտի նայի առաջ, պիտի ընտրեն նոր պատրիարք, այսքան բարձ։ Այսինքն ձեր տեղեկություններով այդ ներքին խոսակցություններին, որին տեղյակ եք դուք եւ հիմա շատ գաղտնիքներ չեք բացում, հաստորեն տեղապահի հարցը, տեղապահին ճանաչում են նաեւ Թուրքիայի իշխանությունները։ Դեղաբահին ճանաչում են, անշուշտ, նաեւ դեղաբահի գեցվածքը քիչ առաջ ասեցի։ Գիտեք, մենք շատ լուրջ հանգրվանի էինք, որովհետեւ ինչա նշանակում եկեղեցվո մեջ փողոքի հավաք անել, հենց եկեղեցվո մեջ։ Սա ինչ որ բան նշանակում է, չէ՞։ Չի եղել մեր հավաքական կյանքում սենց դեպքեր եղել են, բայց այս վերջին 10 տարում լսել եք մի եկեղեցում մարդիկ փողոքի հավաք անեն, ասելով, որ Ատեշյան լսե Աստծո ձայնը եւ հեռացիր։ Այդ վիճակը գրնար լուրջ հետևանքներ ունենալ։
ու գրնային մարդիկ երրորդ, չորրորդ կողմեր հանկարել եւ ստեղծել ավելի բարդ դրություն։ Դրա համար եմ ես կարևորում, որ այդ բոլորը Թուրքիո իշխանության չգարձեք, որ Թուրքիո իշխանությունը չգիտի այս ամենը։ Ես քաղնի, այսպես ասած, զրույց ունեցա Բոլսահայի մի քահանայի հետ, ինձ ասում էր, գիտես, մեր երկրում ամեն ինչ շատ հանգիստ է, բայց հանգարց ամեն բան գրնա փոխվել։ Եվ այսօր Արամ Աթեշյանի այս անսպասելի, բոլորի շատերի համար անսպասելի հրաժարականը ադորպաստ է։ Սա նշանակում է, որ Անկարա լավ գիտե խաղի կանոնները եւ Անկարայի համար այսօր պետք չէ նոր ջագատ բանալ հայության հետ, Հայաստանի հետ, Մայրաթորի հետ։ Այստեղ նաև բարձր եմ գնահատում Մայրաթորի բահվածքը, չնայած դրան, որ շատերը, նաև ես, երբեմն ասում էինք Մայրաթորը պետք է միջամտե, պետք է պիլոնազուր գնե, պետք է բաշտոնազուր գնե։ Գիտեք, շատ նուրբ հարց է Թուրքիո աթորի հարցը։ Սա այլ աթոր չէ, որ մենք ազատ համարձակ բաժենք, հանենք, տնենք։ Սա Թուրքիո հետ հարաբերության բադուհանն է, որ մենք եւ ես փափակ ունեմ, որ այդ բադուհանը լավագույնս օգտագործենք Հայաստան, Թուրքիա, հայություն, հայ համայնք, Հայաստանի քաղաքացիական շարժումներ, ինչու՞ չէ, նոր գամուրջներ կապելու։ Այդ առումով կարծում եմ կարևոր անելիք ունի նոր պատրիարքը։ Սակո շատ կարճ վերջին հարցը։ Այնուամենայնիվ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում համայնքի ղեկավարությունը ստանձնում է պատրիարքը։ Իսկ այդ համայնքում գուցե աթեիստներ կան, գուցե, չգիտեմ, ուրիշ կրոնների կամ կաթոլիկներ կան, կամ բողոքականներ կան։ Ինչ է նշանակում պատրիարքն է ղեկավարում համայնքը։ Սա պատմական թեր է։ Պատմական թեր է եւ Թուրքիայի այսօր իրավիճակը խանգարում է, որ հայությունը ունենա իր գուսակցությունները, իր միությունները դարբեր մագարտակի։ Բայց նաև մենք ենք մեղավոր, որովհետև այս 10 դարվան ընթացքի մինչև թուրք-քրդական բախումներու վերսկսումը, մինչև Էրդողանի միաբեդական հույզերը, մենք շատ բաներ կարող էինք անել եւ չարեցինք։ Դրանցից մեկը միություններ հիմնելն էր։ Եվ այսօր ես ասում եմ Սփյուռքին, ռամեցեք նաև բոլսո մեջ գործելու տաշ կա, անելիք կա։ Դա գլինի սկաուտական միություններ, բարեսիրական միություններ, չգիտեմ ինչ, բայց բոլսում անելիք ունենք։ Շնորհակալություն։ Հայ ձայն կայքի խմբագիր Սաքո Արեյան ժամը 23-ին հեռանկարի հյուրն է լինելու Գերմանիայում ապրող թուրք քաղաքական գործիչ Հասան Բուրգուջու Օղլուն, որը պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Իսկ այս թողարկումը կշարունակի Քրիստինեն։